Թեպետպաշտոնական Երևանն ուղիղ է ասել, փախստականների հարցը պետք է հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա, Ալիևը շարունակում է պատմակեղծարարության շոուն։ Ասում է, տեղահանվածների հարցերով պետք է դեռ մի բան էլ ակտիվացնեն ջանքերը։ Մի ամբողջ իրավական արսենալի է հղում անում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա։ Այս ամենից խոսում է նա, այն նույն Իլհամ Ալիևը, ով 2023-ին հրամայեց պատերազմել գրեթե 1 տարի շրջափակված ու սովից հյուծված արցախցիների դեմ, հետո նաև նրանց ճակատին հրացանի փողը պարզել ու հազարամյա բնորանից բռնատեղահանել։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար։ Ընդ որում Բաքվի բռնապետն այս մասին խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար համատեղության կարգով մեջլիսական Ալաքբարլիի այն հայտարարությունից հետո, թե քննարկում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը, ավելին նախատեսում են օրենք գրել, տանել հասցնել խորհրդարան, իսկ այն համաձայն Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականների կարող է վերաբերել մինչև 500,000 ադրբեջանցու, առաջնահերթ նրանցից 300,000-ին այս թվերն են գոնել, սրանց հետ են խաղ անում, այսքանին պատրաստվում Հայաստան ուղարկել։ Եթե ուղիղ նկարագիրն եք ուզում, դա ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում դիմավորենք ադրբեջանցիներ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար, որովհետեւ նրանք բացառապես գալիս են առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկարտումներից ելնելով։ Փորձագետները համոզված են Ադրբեջանի ներպետական օրենսդրության ամրագրումները միջազգային հարցեր չեն լուծի, մեզ վրա չեն ազդի, ինչ խելքներին փչի, թող օրենք դարձնեն, բայց սա միևնույն ժամանակ նշում են մասնագետները, ոչ թե իրավական, այլ ռազմավարական ինֆորմացիա է մեզ համար։ Ցուցիչ Բաքվում խաղաղասիրական տրամադրություններ չկան, ընդհակառակը Արցախի բռնազավթումից հետո նրանց թիրախը Հայաստանն է, Ադրբեջանի խաղաղությունը կեղծ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։